Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Քոչարյան հրավերը ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, հրապարակվել է Եվրոպական խորհրդի զեկույցը, ըստ որի Հայաստանում շուրջ 15898 քաղաքացի գտնվում է քրեական վերահսկողության տակ, որից 13212-ը պրոբացիոն վերահսկողության տակ են, իսկ 2686-ը անազատության մեջ։ Խոսքը կալանավորվածների եւ դատապարտյալների մասին է։ Այս զեկույցի մասին ձեր մեկնաբանությունը կուզեի լսել այն տեսակյունից, թե ինչ ժամանակահատված է այն ընդգրկում տվյալների, ինչ աղբյուրներ կան եւ նաեւ տվյալների Հայաստանի տվյալների ճշգրտության ու համեմատության մասին եվրոպական երկրների հետ։ Թվերը սրանք կարելի է ասել բարձր են, թե միջինում, եթե համեմատենք եվրոպական կամ ամերիկյան տվյալների հետ, շատ սարսափելի չեն։ Շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն կարևոր ուրեմն թեմայի շուրջ հարցազրույցը կազմակերպելու համար, ըստ էության այս զեկույցը կազմվում է յուրաքանչյուր տարի եւ այն վերջին զեկույցը վերաբերում է 2025 թվականին։ Զեկույցով ուսումնասիրվել են, զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են եվրոպական տարածաշրջանի 46 երկրների տվյալները բնականաբար տրամադրվել են հենց պետությունների կողմից, ծառայությունների կողմից եւ 2025 թվականի զեկույցի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի դիրքերը այդ առումով բավականին լավն են, բարենպաստ են, ինչի համար եմ սա ուզում նշել, որովհետեւ ազատազրկված անձանց թվով միջին ուրեմն 100,000 բնակչին բաժին ընկնող ազատազրկված անձանց թվով Հայաստանում առկա է 90 մինչև 90 անձ, ազատազրկված անձ, ինչը եվրոպական ցուցանիշներով բավականին լավ ցուցանիշ է։ Դա նաև լավ ցուցանիշ է ամբողջ աշխարհի մակարդակով, որովհետև մեկ այլ զեկույցով էլ, որը աշխարհի 220 երկրից ավել 220-ից ավել երկրների ցուցանիշներ է համատում, նույնպես Հայաստանը բավականին լավ դիրքերում է 165-րդը, եթե չեմ սխալվում, դասավորվում է առաջինը ամենաբարձր ցուցանիշ ազատազրկվածների ցուցանիշ ունեցող եւ ըստ նվազման կարգի։ Մյուս կողմից մենք բավականին բարձր ցուցանիշ ունենք պրոբացիայի շահառուների առումով, ինչը 13212, բայց ինչով է դա բացատրվում այդքան բարձր։ Սա ուրեմն նորից չափանիշները գնահատվում են 100,000 բնակչին բաժին ընկնող անձանց քանակով, այսինքն պրոբացիայի շահառուների։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը առաջատար դիրքերում է եւ Եվրոպայի այդ 46 երկրներից երրորդ, չորրորդ տեղում է գտնվում։ Սա բայց չեն կարող գնահատել որպես բացասական ցուցանիշ, այսինքն եթե այս ցուցանիշը մենք առանձին դիտարկենք, գուցե թե դա բացասական լինի, որովհետև դա կնշանակի, որ շատ մարդիկ են պետության վերահսկողության տակ գտնվում։ Այսինքն դա համակարգի արդյունավետության, թե անարդյունավետության Երբ որ մենք սա նայում ենք նաև ազատազրկված անձանց ցածր քանակի լույսի ներքո, այստեղ նոր արդեն ավելի օբյեկտիվ պատկեր կարող ենք ստանալ, այսինքն սա խոսում է պետության քաղաքականության մասին, այսինքն որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է հնարավորինս վերասոցիալականացման, վերաինտեգրման քաղաքականություն, այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ հնարավոր է անձի ուղղումը առանց ազատազրկման հետ կապված պատժի նշանակման կամ առանց կալանքին այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, ուրեմն պետությունը գնում է այդ ուղղությամբ։ Երբ որ մենք այս երկու ցուցանիշները նայում ենք միասին, սա խոսում է Հայաստանի որդեգրած քաղաքականության դրական տենդենսների մասին եւ այդ առումով Հայաստանը եվրոպական երկրների շատ փոքր խմբի մեջ է տեղավորվում, 1, 2, 3 երկիր են, որ նման ցուցանիշ են արձանագրել։ Պարոն Քոչարյան, իսկ առհասարակ քրեական վերահսկողության տակ գտնվողների թիվը մեր երկրում մեծ է թե ոչ, եւ որովհետեւ դրա վերաբերյալ շատ է բարձր աղմուկը, եւ ինչով է դա պայմանավորված։ Մեր երկրում հանցավորության թվերի աճով, թե միգուցե այլ խնդիրների մենք բախվել ենք ու դրանց մասին է պետք խոսել։
Հանցավորության թվերի աճ վերջին առնվազն 3 տարիների կտրվածքով չենք կարող արձանագրել, ըստ էության դատախազության տարեկան հաղորդումները, երբ որ նայում ենք 2022 թվականից 23 թվականը որոշակի աճ է գրանցվել, իսկ 23, 24, 25 թվականներին որոշակի փոքր տարբերություններով ըստ էության մեծ ոչ աճ, ոչ նվազում տեղի չի ունեցել, չնչին ուրեմն փոփոխություն է։ Այստեղ ավելի շատ վիճակագրությունն է, թե իրական էֆեկտ գոյություն ունի հանցագործություն, լինում է, չէ, որ ասում ենք նույն ոստիկանությունն էլ է դրա մասին պարբերաբար ասում, որ հանցագործությունների թիվը ոչ թե աճել է, այլ դրանց վերաբերյալ վիճակագրությունը կամ տեղեկատվությունն է ավելի շատացել։ Հանցագործության դեպքերի մասին միայն դեպքերի քանակի մասին խոսելը, սա ամբողջական պատկեր չի կարող տալ, որովհետև հանցագործության դեպքերը օրինակ կարող են աճել, բայց ծանր հանցագործությունները, առանձնապես ծանր հանցագործությունները նվազեն կամ հակառակը։ Եվ քանի որ մենք խոսում ենք պետության ներգործության միջոցների, կալանքների եւ այլ խիստ ներգործության միջոցների մասին, այստեղ ավելի կարեւոր են ծանր, միջին, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները։ Սա վիճակագրություն է, որը վարվում է գլխավոր դատախազության կողմից եւ գլխավոր դատախազությունը առավել կոմպետենտ է այս հարցերին պատասխանելու, պարզաբանումներ ներկայացնելու համար, բայց մենք կարող ենք ներկայացնել օրինակ վիճակագրություն քրեակատարողական ծառայությունում պահվող ազատազրկված անձանց վերաբերյալ դինամիկան ըստ տարիների, մենք կարող ենք ներկայացնել վիճակագրություն պրոբացիայի ծառայության ուրեմն վերահսկողության ներքո գտնվող պրոբացիայի ծառայության շահառուների դինամիկան ըստ տարիների եւ հատկապես պրոբացիայի ծառայության շահառուների դինամիկան վերջին մի քանի տարիների ընթացքում կայուն եւ արագ աճ է գրանցում։ Սա նորից պետք է ասեմ, որ միանշանակ դժվար է գնահատել դրական կամ բացասական երևույթ, որովհետեւ այդտեղ կա երկու բաղադրիչ, այդ աճը, եթե պրոբացիայի շահառուների աճը գրանցում է որպես այլընտրանք ազատազրկման, սա միանշանակ դրական ցուցանիշ է։ Եթե դա աճը գրանցվում է ուրեմն որպես առավել խստացված պատժողական քաղաքականության, սա գուցե թե ոչ միշտ է դրական ցուցանիշ, բայց նաև պետք է արձանագրենք, որ երբ որ մենք պրոբացիայի շահառուների քանակը եվրոպական միջինի հետ համեմատում ենք կամ եվրոպական այլ երկրների հետ, պետք է նաև հաշվի առնել, որ բոլոր երկրներում չեն, որ պրոբացիայի ծառայության գործառույթները նույնն են։ Տարբեր երկրներում պրոբացիայի ծառայության գործառույթների շրջանակը տարբեր է եւ նույն եվրոպական երկրներում շատ երկրներ կան, որոնք որ պրոբացիայի ծառայությունը ավելի քիչ գործառույթներ է վերապահված, իսկ մեր մոտ պրոբացիայի ծառայությունը բավականին լայն շրջանակ է գործառույթներ իրականացնում եւ պատիժներ է իրականացնում ազատությունից զրկելու հետ չկապված բոլոր պատիժները իրականացնում է պրոբացիայի ծառայությունը, վերահսկողությունը իրականացնում ծառայությունը, խափանման միջոցները իրականացնում ծառայությունը, այսինքն գործառույթները լայն են։ Լավ, պարոն Քոչարյան, վերջին շրջանում կամ կարելի է ասել նույնիսկ տարիներին հատկապես քաղաքական դաշտում է հարցը շատ քննարկվում, որ կալանքը, որը տրվում է, օգտագործվում է որպես պատժիչ գործիք։ Եվ նաև երբեմն նաև տվյալներ են հրապարակվում այն մասին, դուք կարող եք դրա ճշգրտումն անել, որ կալանքի տակ գտնվող անձանց թիվը կամ հավասարվել է կամ նույնիսկ գերազանցել է դատապարտվածների թվին։ Ինչ մեկնաբանություն դուք կտաք եւ ինչ պարզաբանում գուցե։ Ես վերջին հարցից գամ, մեր Հայաստան Հանրապետությունում պայմանական ասած ամենավատ ցուցանիշը հենց կալանավոր եւ դատապարտյալ այս թվերի հարաբերակցությունն է, որովհետեւ այո, ինչպես նշեցիք, կալանավորված անձանց եւ դատապարտյալների թիվը որոշակի շեղումներով տարիներ շարունակ իրար մոտ են։ Մի դեպքում կալանավորների թիվն է նույնիսկ ավել լինում, քան դատապարտյալների, մյուս դեպքում դատապարտյալների թիվը մի փոքր ավելացել է, ոնց որ իս վերջին շրջանում։
բայց սա ընդամենը ազատազրկված անձանց մեջ կալանավոր դատապարտյալի բաշխվածություն է, բայց ընդհանուր առմամբ ազատազրկվածների թիվը շատ քիչ է մեր մոտ ու համեմատած աշխարհի եւ Եվրոպայի այլ երկրների։ Կարող եք այստեղ թվային տվյալներով հստակեցնել, քանի մարդ կա, նույն 100,000 գուցե բնակչի հաշվով, որ այսօր գտնվում է անազատության մեջ, չտարանջատելով, կալանքի տակ է, թե դատապարտված է։ Ես տարանջատած կարող եմ ներկայացնել 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ մենք ունեցել ենք 3063 ազատազրկված անձ, որից կալանավորված են եղել 1452-ը, դատապարտյալ 1611, այսինքն դատապարտյալների թիվը ավելի շատ է։ Նախորդ տարվա նույն օրվա դրությամբ, հուլիսի 1-ի դրությամբ ունեցել ենք 2826 անձ, դա կալանավորվածները 1498, դատապարտյալները 1328, այսինքն կալանավորների թիվը ավելի շատ է եղել։ 24 թվականին ունեցել ենք 2582, որոնցից կալանավորված անձ 1349, դատապարտյալ 1233 եւ այսպես շարունակ։ 2022 թվականից մեր մոտ ամեն տարի աճ է գրանցվում եւ քրեակատարողական ծառայությունում եւ պրոբացիայի ծառայությունում, բայց վերջին շրջանում արդեն դատապարտյալների թիվը գերազանցել է կալանավորվածների թիվը, օրինակ նախորդ տարվա համեմատ այս տարվա հուլիսի 1-ին կալանավորված անձանց թիվը ավելի քիչ է եղել, քան օրինակ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։ Ուղղակի ինձ չգիտեմ, բայց տրամաբանության մոտ է, նույնիսկ եթե դատապարտվածների թիվը որոշ տարիների տվյալներով ավելին է, քան կալանավորվածների թվին, բայց այդուամենայնիվ իրենք գրեթե մի այսպես եզրագծով են գնում մի քանի հոգի ավել, մի քանի հոգի պակաս եւ այլն, կամ տասնյակ հոգի ավել, տասնյակ հոգի պակաս, բայց տրամաբանական է, որ այդքան կալանավորված մարդ կա հիմա։ Երբ որ տպավորություն չէ, որ դա իսկապես կալանք օգտագործվում է որպես պատժի միջոց, չկան այլընտրանքային խափանման միջոցներ, կամ ինչու ավելի մեծ ուշադրություն չի դարձվում հենց այդ այլընտրանքային խափանման միջոցներին։ Այստեղ նորից կարևոր է հարցին մոտեն, թե որ տեսանկյուն, որ դիտանկյունից ենք մոտենում։ Երբ որ մենք միայն դիտարկում ենք հարցը կալանավոր դատապարտյալ այս հարաբերակցության մեջ, այո, դա մտահոգիչ ցուցանիշ է առաջին հայացքից։ Բայց երբ որ մենք դա դիտարկում ենք այլ երկրների հետ հարաբերակցության մեջ, եւ մենք տեսնում ենք, որ մեր մոտ դատապարտյալների թիվն է էապես ցածր այլ երկրների դատապարտյալների թվից, մենք օրինակ մեր հարևան Վրաստանում դատապարտյալների թիվը 10,000-ից ավել է։ Դե այնտեղ հանցագործությունները գուցե ավելի շատ են կատարվում։ Այսինքն իրենց մոտ կարող է 1000-1500 կալանավորված անձ լինի, բայց դատապարտյալների թիվը 10-11,000 է։ Մեր մոտ կալանավորվածների թիվը էլի 1000-1500-ի շրջակայքում է, բայց դատապարտյալների թիվն էլ մոտ 1500-1600 է։ Եվ եթե մենք վերցնում ենք առանձին միայն մեր երկրում այս հարաբերակցությունը, դա մտահոգիչ է, երբ որ նայում ենք հարևանների հետ այս հարաբերակցությունը, տեսնում ենք, որ դա այդքան էլ մտահոգիչ չէ, ուղղակի մեր մոտ ոչ թե համեմատությամբ դիտարկել, պետք չէ համեմատություն չանել ու դիտարկել բացառապես մեր Կարևոր է շատ հասկանալ, թե տեսեք, երբ որ մենք տեսնում ենք, որ արդյունքում դատապարտյալների մեր մոտ ավելի քիչ դատապարտյալ քան հարևան երկրներում կամ նույնիսկ եվրոպական ավելի զարգացած երկրներում, սա արդեն այդ հարաբերակցությունը մեր երկրում կալանավոր դատապարտյալի արդեն այդքան մտահոգիչ չի լինում, ինչ որ առանձին վերցրած։ Բայց միևնույն ժամանակ հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորինս նվազեցնելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են մեր մոտ վերջին տարիներին տեղի ունեցել եւ մեր դատավարական օրենսգրքում ավելացել են նոր խափանման միջոցներ, որոնք
ըստ էության այլընտրանք են կալանքին, դրանք են տնային կալանքը, վարչական հսկողությունը եւ որոնք արդեն քրեակատարողական ծառայությունից այս անձինք անցնում են պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո եւ տարեց տարի ավալանում են այս խափանման միջոցների կիրառման դեպքերը եւ դրանով է պայմանավորված, որ թեպետ քրեակատարողական ծառայությունում էլ պահվող անձանց քանակը ավելանում է, բայց ավելանում է շատ ավելի քիչ, քան պրոբացիայի ծառայության շահառուների թվանակը։ Սա նշանակում է, որ վարույթ իրականացնողների դատարանները ավելի տենդենս է գնում նրան, որ հնարավորինս ավելի մեղմ խափանման միջոցներ կամ պատիժներ նշանակեն։ Իմիջիալոց դատավորների անկախության մասով նույն կալանքների նշանակման հետ կապված արդյոք նաև այստեղ որոշակի խնդիրներ կան, օրինակ դատավորները մտավախություն ունենան հետագայում օրինակ ԲԴԽ-ի կողմից որևէ խնդիրների առաջ չկանգնեն, դրա համար են շատ հաճախ կալանքը որպես խափանման միջոց կիրառում։ Ես այդ հարցին կանդրադառնամ նաև նախորդ ձեր հարցի այդ քաղաքական ենթատեքստի շրջանակներում, որովհետև այդ հարցին էլ չպատասխանեցի, տեսեք, կարևոր է հասկանալ, թե կալանքը ինչ մեխանիզմով է տրվում։ Կալանքը չի տրվում միայն քննիչի ցանկությամբ որոշմամբ, կալանքը չի տրվում նաև ոչ միայն դատախազի ցանկությամբ կամ որոշմամբ։ Կալանքը անցնում է քննիչ, դատախազ, դատարան, ի վերջո դատարանն է գնահատում այդ միջնորդությունների իրավաչափությունը, համաչափությունը, Դրա համար եմ ասում, դատավորների անկախության մասն է։ Եվ բացի այդ դատարանն չի սահմանափակվում միայն մեկ ատյանի դատարանով, կարող կալանքի որոշումները երկու առաջինացանից բացի նաև վերաքննիչ վճռաբեկ դատարաններում քննարկման ենթակա են, այսինքն երաստիճան դատական համակարգը այսօր աշխարհում հայտնի են լավագույն մեխանիզմը եւ լավագույն հայտնի երաշխիքն է, որը միտված է հենց քաղաքական ճնշումների, դատավորների վրա կամ այլ նպատակներով այլ անձանց վրա ճնշումների գործադրման արդյունքում կալանքներ նշանակելու կամ կալանքը որպես պատիժ նշանակելու այս մոտեցումները բացառելու համար։ Բնականաբար տեսականորեն հնարավոր չի բացառել որևէ բան, բայց ավելի լավ երաշխիք, ավելի լավ մեխանիզմ, քան քննիչ, դատախազ, երաստիճան դատական համակարգը աշխարհում դեռևս չի ստեղծվել։ Եվ սա կարծում ենք, որ բավարար երաշխիք է, ուրեմն նշանակվող որոշումների, կայացվող որոշումների իրավաչափությունը երաշխավորելու համար։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, նաև եթե ուսումնասիրենք վերջին շրջանում, վերջին տարիներում բարձրագույն դատական խորհուրդ հարուցված միջնորդությունների ուրեմն վիճակագրությունը կտեսնենք, որ այնտեղ հիմնականում մեծամասնությունը կապված են ժամկետների խախտման հետ։ Իսկ կալանքների, կալանք տալ, չտալու, բավարարել, չբավարարելու համար ըստ էության ես չեմ հիշում, որ բարձրագույն դատական խորհուրդը ինչ-որ սանկցիա կիրառածնի, որովհետև բոլոր դեպքերում սա գնահատողական կատեգորիա է եւ եթե մի դատարան բավարարել է կամ չի բավարարել, կա նաև այլ ատյաններ, որոնք կարող են դա փոխել։ Լավ, պարոն Քոչարյան, մեր ժամանակը ավարտվում, բայց եւս մեկ հարց, հատկապես քաղաքական դաշտում ընդդիմությունը շատ է աղմուկ բարձրացնում այն մասին, որ մեր երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ եւ շատ հաճախ այնիշ տեղի է ունենում քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին ձեր կարճ մեկնաբանությունը խնդրեմ։ Ես այդ հայտարարություններին չեմ կարող շատ լուրջ արձագանքեմ, որովհետեւ Հիմնավորեք ինչու։ Որովհետև նորից նախորդ ասածս մտքին պետք է վերադառնամ, կա քննիչ, կա դատախազ եւ կա երաստիճան դատական համակարգ։ Եվ եթե բոլոր այս օղակները իրավապահ համակարգ եւ դատական երաստիճան համակարգը գտնում է, որ անձը պետք է կալանավորված լինի, անձի խափանման միջոցը պետք է լինի կալանքը, որովհետև այլ խափանման միջոց, ավելի մեղմ խափանման միջոցը կիրառելի չէ եւ արդյունավետ չէ, ուրեմն դա է ճիշտը։ Եվ մենք պետք է հաշվի առնենք դատական ակտերի հեղինակության մասին ենք խոսում նաեւ։ Մենք չենք կարող որակել, որ երաստիճան դատական դատարական համակարգը կայացնում է քաղաքական որոշումներ, որովհետեւ մենք ունենք իշխանությունների տարանջատման սկզբունք եւ այլն, եւ երբ որ մենք այդպիսի ինչ-որ հայտարարություններ են կատարվում անհասցե, սա մի բան է, երբ որ մենք գնում ենք ու դիտարկում ենք կոնկրետ դեպքերը, կոնկրետ անձիկ
որ նույնիսկ եթե դրանք քաղաքական ինչ որ պաշտոնյաներ են կամ քաղաքական նկարտումներ ունեցող անձիկ են, ինչի համար են կալանավորված, այս դեպքում արդեն իրավիճակը փոխվում է։ Մենք տեսնում ենք կոնկրետ արերևույթ հանցանք եւ կոնկրետ արձագանք դրան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն էր։